Հովհաննես Մկրտչի ծնունդը, Աստվածաշնչյան բնագիրը։ Մինչ Զաքարյան Աստծո առջև իր քահանայական սպասավորությունն էր կատարում ըստ քահանայական օրենքի, նրան վիճակվեց մտնել Տիրոջ տաճարը խնկարկելու։ Խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթում էր։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան, խունկերի սեղանի աջ կողմում կանգնած։ Երբ Զաքարյան նրան տեսավ, խռովվեց և վախեցավ։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Մի վախեցիր, Զաքարյա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ, քո կինը Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծնունդով, որովհետև նա Տիրոջ առջև մեծ կլինի, գինի և օղի չի խմի, Սուրբ Հոգով պիտի լցվի»։ Զաքարյան ասաց հրեշտակին. «Ես ինչ կերպ դա կիմանամ, քանի որ ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։ Հրեշտակը պատասխանեց. «Ես Գաբրիելն եմ, որ ծառայում եմ Աստծուն։ Ես ուղարկվել եմ քեզ հետ խոսելու և այդ բանը քեզ ավետելու։ Եվ ահա դու համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կկատարվի, քանի որ չհավատացիր իմ խոսքերին, որ կիրականանան իրենց ժամանակին։ Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա մի որդի ծնեց։ Նրա հարևաններն ու ազգականներն ուրախանում էին նրա հետ։ Մանկանը հոր անունով Զաքարյա կոչեցին, սակայն մայրն ասաց. «Ոչ, Հովհաննես պիտի կոչվի»։ Նշաններով հասկացրին հորը, թե ինչպես նրան անվանեն։ Զաքարյան տախտակ ուզեց և վրան գրեց. «Նրա անունը Հովհաննես է»։ Եվ իսկույն բացվեց նրա լեզուն, և նա խոսում էր ու օրհնում էր Աստծուն։ Զաքարյան լցվեց Սուրբ Հոգով, մարգարեացավ և ասաց. «Օրհնյալ է Տեր Աստված, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։ Եվ դու, ով մանուկ, պիտի Բարձրյալի մարգարեն կոչվես, քանզի Տիրոջ առջևից պիտի գնաս պատրաստելու նրա ճանապարհները»։ Եվ մանուկն աճում ու զորանում էր Հոգով և ապրում էր Ամայի տեղերում։ Հարգելի բաժանորդներ, այս ժամի համար նախապատրաստել էի այսքանը, իսկ ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, կարող են իհարկե բաժանորդագրվել իմ ալիքին նոր ու հետաքրքիր տեսանյութեր գտնելու համար։